Սպորտից դեպի արվեստ Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Արթուր Էլբակյանը ֆուտբոլից հեռացավ վնասվածքի պատճառով։ Կյանքի այդ դժվար փուլում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, դերասան Հրաչյա Ղափլանյանի հետ հանդիպումը շրջադարձային էր Էլբակյանի համար, ճանապարհը նրան բերեց դեպի թատրոն։ Տարիներ անց թատերական գործիչը նստեց նաև մոլբերտի առջև ու ծնվեց նրա գունային թերապիա շարքը, որն արդեն այսօր ցուցադրվում է Նկարիչների միությունում։ Եթե մարդը արվեստի աշխարհում է, ինքը կապ ունի արվեստի բոլոր ճյուղերի հետ։ Եթե ես թատերական գործիչ եմ, միթե օպերա չեմ լսում կամ չեմ հաճախում, կամ օպերային ռեժիսոր չեմ կարող դառնալ, կարող եմ, չէ՞։ Հիմա եթե վերցնենք այս ցուցահանդեսի շարքը, որ բերել եմ Երևան, սա ծնվեց ներկայացում բեմադրելիս։ Ես գրեցի մի պիես, որը կոչվում է «Իմ խելագար Շեքսպիրը», եւ այդ պիեսի շնորհանդեսը շուտով տեղի կունենա Երևանում։ Պիեսի հերոսը հայտնվում է հոգեբուժարանում։ Հիմա ես ամբողջը չեմ պատմի, ինչերի միջով է անցնում հերոսը, բայց գալիս է մի ժամանակ, որ ինքը հոգեբուժարանում նկարում է։ Ներկայացված բոլոր կտավներն ունեն վերնագրեր, բայց ցուցադրության համար հեղինակը դրանք անվերնագիր է թողել։ Ասում է արվեստասերին հուշել պետք չէ, յուրաքանչյուրն ինքը կորոշի ինչ է ուզում տեսնել։ Ընդհանուր առմամբ այս ցուցադրության աշխատանքները քիչ թե շատ վերացական են։ Հեշտ է լուսանկարել, սարքերը կան հիմի այս ժամանակների մեջ։ Ես նկարում եմ այն, ինչ որ հնարավոր չէ լուսանկարել։ Ներքին աշխարհ, մտածողություն, մարդու հոգի, տիեզերք։ Էլբակյանը կտավը սկսելիս չի պլանավորում վերջնարդյունքը, նկարում է ինքնաբուխ, կիրառում այն բոլոր գույները, որոնք այդ պահին սրտին ավելի մոտ են։ Ես զգացողությամբ եմ նկարում, ազատ ժամանակից, կամ քնիս հաշվին, կամ երբ կցանկանամ, կամ երբ սիրահարվում եմ, կամ ինչ-որ մի բան է կատարվում իմ կյանքում, ես նկարում եմ։ Իսկ ներկերը ընտրելը կատարում է վերևից, Աստծո կամոք։ Թատերական գործիչ, գրող, նկարիչը շատ վաղ է արթնանում, սրճում ու վայելում արևածագը, վստահ է գունաթերապիան նվազեցնում է սթրեսը, լավացնում հոգեկան ու ֆիզիկական վիճակը։ Արթուր Էլբակյանի եւ արվեստասերի հաջորդ հանդիպումը կլինի բեմում, իր բեմադրած «Իմ խելագար Շեքսպիրը» ներկայացման ժամանակ։ Յուրա Վահանյան, Արամ Հարությունյան, լուրեր։